Պարոն Օնջարյան, մի քանի օր ավելի բաղել էր սկսել, բայց մի քանի օր է ակտիվ իշխանությունը լրագրողներին է թիրախավորում, Նիկոլ Փաշինյանը երեկ է Գազդեն ժողովի ամբիոնի լրագրողներին, եթե չեմ սխալվում, վակցիվրի մենուն անվանեցին։ Որոշ լրագրող, որոշ մարդկանց, ով ասեմ, նախ ես մեծագույն հարգանք ունեմ այն լրագրողների նկատմամբ, ովքեր որ կատարում են իրենց լրագրողական պարտականությունները, գնում են ճշմարտության որոնման հետքերով, հանրությանը մատուցում են ոչ fake տեղեկատվություն եւ նման լրագրողների նկատմամբ ես հարգանք ունեմ, բայց այն մարդկանց նկատմամբ, ովքեր լրագրողական բեջի տակ ծվարել են որպես քարոզչական մարտագլխիկներ եւ ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, ովքեր որ լրագրողական բեջի տակ թաքնված իրականացնում են քաղաքական ակտիվիզմ, ահա այդ մարդկանց նկատմամբ, այո, իմ վերաբերմունքը ես երեք ասել եմ, հիմա էլ եմ ասում, այդ մարդիկ լրագրող չեն, նրանք լրագրողական բեջի տակ թաքնված քարոզչական մարտագլխիկներ են, ովքեր որ իրենց ստի եւ կեղծիկի թույնով ամեն օր թունավորում են Հայաստանի ժողովրդին, Հայաստանի հանրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրանք ովքեր որ կատարում են քաղաքական պատվերներ, ովքեր փողով գրում են հոդվածներ, ովքեր որ ընդհանրապես թքած ունեն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա, ես համարում եմ, որ այդ մարդիկ լրագրող չեն, ուղղակի լրագրողական բեջի տակ թաքնված մարտագլխիկներ են։ Եվ այո, այդ մարդկանց ես ասում եմ, այո, երեք ասել եմ, վաքսի վրի մեյմուններ, իրանք լրագրող չեն։ Լրագրողների նկատմամբ, ձեր նկատմամբ մեծ հարգանք ունեմ, Նարեկի նկատմամբ մեծ հարգանք ունեմ, շատ լրագրողների նկատմամբ մեծ հարգանք ունեմ, ովքեր որ իրենց լրագրողական գործունեության մեջ չեն դնում իրենց անձնական մոտիվը, չեն դնում իրենց ֆինանսատուների, իրենց ուրեմն վճարողների հարցերը, ովքեր որ չեզոք լրագրություն են իրականացնում եւ ովքեր որ այդ չեզոք լրագրության միջոցով պատրաստ են նաեւ լուսաբանել այն մարդկանց, ում որ իրանք չեն սիրում։ Իսկ ես օրինակ այն մարդիկ, ովքեր որ նշած սկզբունքների չեղվում են, ես իրենց լրագրող չեմ համարում։ Ժողովուրդ ջան, դուք բոլորը տեսնում եք ու վարչապետները ինչ էր ասում, շատ ճիշտ բան էր ասում։ Այդ լրագրողների, այսպես կոչված լրագրողների մի մասը գնալու է մեզ ընտրելու։ Խի, որովհետև որը որ մենք չեղանք իշխանության, իրանք գործ չեն ունենալու, իրանք պետք չեն լինելու, իրանք լինելու են անպետք, որովհետև իրանք փող տվողները, որ հիմա փող են տալի, որ մեզ սևացնեն, իրանք փող չեն տալու։ Իրանք այո գնալու են ֆայլաբազարում կանգնելու են օրվա հացի խնդիր լուծելու համար։ Ու իրենք չեն գնահատում այսօրվա ժողովրդավարությունը։ Ընդ որում ես ուզում եմ հանկարծ չշփոթենք, ինձ ընդհանրապես չի հուզում եւ չի անհանգստացնում, երբ որ մեզ օրինակ իմ մասին կամ իմ գործընկերների մասին ասենք տհաճ կամ սուր հարցեր են տալիս, որովհետեւ դա մեր պարտավորությունն է, մենք պետք է հաշվի նստենք դրա հետ։ Խնդիրը դա չի։ Խնդիրն է նա, երբ որ լրագրողների անվան տակ մարդիկ զբաղված են քարոզչությամբ, նպատակաուղղված քարոզչությամբ են զբաղված եւ կատարում են իրենց ֆինանսավորողների քաղաքական պատվերները։ Խոսքը այդ մարդկանց մասին է։ Եվ այդ մարդիկ այսօր այո Հայաստանի ժողովրդավարության համար վտանգ են ներկայացնում։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար